Բարի երեկո հարգելի հետևորդներ, այսօր մենք անելու ենք հերթական եթեր Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ, գիտեք, որ վաղուց մեր կազմակերպությունը հանձինս ինձ զբաղվում է այդ գործով։ Ուղղակի ի սկզբանե կուզենայի իմանալ, արդյոք լավ է լսվում թե չէ, որովհետև շատ տարբեր եթերները տարբեր ձևի են լինում, անցյալ անգամ բողոքներ կար, որ ձայնը ցածր է, ձայնը լավ չի լսվում։ Եթե դժվար չի, հիմա գրեք, եթե լավ է լսվում, շարունակենք մեր եթերը։ Քանի որ վատ կարծիքներ չկա, ուրեմն շարունակենք։ Այսօր խոսելու ենք հերթական Արցախը թալանած մի անձնավորությունից, եւ այս մարդկանց պատճառով է, որ Հայաստանում շատ մարդիկ հասարակ ժողովուրդը նույնականացնում այս Ղարաբաղի կլանը, Ղարաբաղի թալանչիներին, ստահակներին, որ չգիտեմ, իրենք ոչ մենակ իրանք Արցախի եղածը թալանեցին, ոչ միայն Արցախը հանձնեցին որպես իրանց կեղտոտ փողերի լվացման կենտրոն, այլ ամենացավալին է, որ դա մեր, իմ, ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գումարներն է։ Այդ գումարները գնաց Արցախ, իբրև Արցախի ժողովրդին նեցուկ սատար կանելու, որպեսզի տնտեսություն զարգանա, բայց իրականում ինչ տեղի ունեցավ, շատ սիրուց հենց շրջապտույտ տեղի ունեցավ։ Մենք մեր հարկերը ուղարկեցինք Արցախ, որի մասին բնականաբար տեղյակ եղել միշտ երկրի գլխավոր դատախազը, կենտրոնական բանկը, կառավարությունը, բայց միշտ լռություն է եղել։ Եթե Մարինա Պողոսյանը կարողանում է իր փոքր ռեսուրսներով, մի քանի աշխատակիցներով սրան տեղյակ լինի եւ բացահայտի, բնականաբար դատախազություն, կառավարություն իրենց համար շատ հեշտ է։ Մեր գումարները սենց պտտվեց գնաց Արցախ, Արցախում թալանվեց մի քանի ընտանիքների կողմից, հիմա այդ ընտանիքները եկել են սեփականաշնորհում են Հայաստանը։ Սա իրականում շատ ցավալի է, որտեղ այսօր Երևանի կենտրոնը մեր հարկերով եկել են, մեզանից առնում են։ Ես չեմ կարող իրենց հայ համարել, որ մեկ ասի մեր քույրերն են, ես դեռ քույր ու եղբայր չեմ ուզում, ես միանգամից մանկատուն կհանձնեի այդտենց քույր ու եղբայրներին, մեզ պետք չեն տենց քույրեր եղբայրներ։ Քույրեր եղբայրներ մեզ համար Արցախում ապրող հայ ժողովուրդն է, արցախցի բառը չեմ ուզում ասեմ, որտեղ ինչ նշանակում արցախցի։ Մենք կարող ասենք վրացի, ադրբեջանցի, չգիտեմ ինչացի, բայց ոչ արցախցի։ Արցախում ապրող հայ ժողովուրդը, այսինքն չենք ասում, չէ, վարդենիստի ժողովուրդը, չգիտեմ լեննախանցի, բոլորը մեր ժողովուրդն են։ Խոսքը գնալու է մի հետաքրքիր սուբյեկտի մասին, որի մասին դեռևս 2 տարի առաջ հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, բայց մեր իրավապահ համակարգը շատ լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, որտեղ այս սուբյեկտը ունի բարձրաստիճան տանիք, կռիշա, ու իր ամբողջ հույսը իր կռիշայի վրա է, բայց երևի ինքը լավ չի պատկերացնում, որ դաժե ռագատկայով այդ կռիշան ես կծակեմ ու իր այդ ջուրը կկաթի իր վրա։ Ինքը բնականաբար պետք է պատասխան տա, եւ ոչ մենակ ինքը, այլև իր ընտանիքը։ Ես ընդհանրեն այսօր հակիր չներկայացնեմ, թե ով է այդ անձնավորությունը, որտեղ այսօր իրանից չենք խոսալու, ինքը անտուն, չքավոր, գումար չունեցող մի տղամարդ է, որ ապրում է իր կնոջ հաշվին։ Մենք գիտենք, այսինքն դա վիրավորական բառ չի, տղամարդկանց մեջ կան տղամարդիկ, նորմալ տրադիցիոն տղամարդիկ, ովքեր պահում են իրենց կնոջի, եւ կան տղամարդիկ, ովքեր ապրում են կնոջ հաշվին, այդ մարդիկ կոչվում են ալֆոնսներ։ Դա ես չեմ ասել, թե վիրավորական բառ չկա։ Խոսքը գնալու է Կոմիտաս Կարապետյանի մասին, դե Կոմիտաս անունը ըստ էության Արցախում բավականին ընդունված անուն է եղել, նա մանավանդ Նորշենում, Մարտունի շրջանի Նորշեն գյուղում, ու գյուղապետն էլ ա եղել Կոմիտաս, եւ այս բալիկը երբ որ ծնվել է, իր անունը դրել են իրենց կոլխոզի նախագահ Կոմիտասի անունով։ Բայց կոլխոզի նախագահ Կոմիտասը չի թալանել Արցախը, իսկ այս բալիկը, որի անունը դրվել է Կոմիտաս, թալանել է Արցախը։ Սա Կոմիտաս Կարապետյանն է, դուք այստեղ տեսնում եք, որպեսզի չշեղվեմ, ով է եղել սա։ Ինքը ընդհանրապես եղել է մինչև 2010 թվականը ժողովրդի լեզվով ասած ախրանա, հա, կառավարության ԱԾ հատուկ պետական պահպանության ենթակա
անձանց անվտանգություն ապահով վարչության պետ։ Մենք կրակն ենք ընկել ախրանիկների ձեռքը։ Գալիս է Վաչո ախրանիկ, ասում է պապաս միլիոնատեր էր դոլարային, Վաչո։ Մոռացել է, որ խոխնքը սոված է, սմետան տանեմ օդին։ Այդ մարդիկ ում չեն մեռել, հասկացանք Արցախում բավականին մարդկանց վերացրեցին, բայց այդ մարդիկ կան։ Մի ախրանիկ էլ եղել է այս Կոմիտաս Կարապետյանը, ըստ էության սա Բակոյա ծնունդը, եւ գիտեք, ես երբևէ Էվրասմա լիժա չվնի բյու, ես մեղավոր չեմ, որ Բակո Սահակյանին այստեղ չկարողացան շատ շուտ դատապարտել, լինել Կալանավայրում, այսօր չէր հայտնվի Ադրբեջանում, ցավում եմ իհարկե, իրականում ցավում եմ, որտեղ ինքը հայ է, Յան ազգանունն է կերում, համենայնդեպս ազգանունով այդ մարդը հայ է։ Սա եւս Բակոյի կադրերից է, ոնց որ եւ մնացած բոլոր կադրերը որ կան, հա, մենք բավականին խոսել ենք այս ընթացքում տարբեր թալանչիների մասին։ 2010 թվականին այս սուբյեկտը նշանակվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, այսինքն փոխ ոստիկանապետ է նշանակվում եւ աշխատում է 3 տարի, որից հետո 2013 թվականից 16 թվականը ինքը զբաղեցնում է Արցախի կառավարությանը առընթեր բնապահպանության եւ բնական ռեսուրսների վարչության պետ։ И вот настаёт звездный час։ Այսինքն սրան, երբ որ Բակոն նշանակել է, ասել է դու բնապահպանության եւ բնական ռեսուրսների վարչության պետն ես, կամ Բակոն է իրան հանձնարարություն տվել, կամ ինքն է տենց ընկալել, որ հիմա այդ սաղ բնական, լող բնական ռեսուրսներն Իրանն է։ Իրանն է եւ Իրան կընկալն է, Մերի Կարապետյանինը։ Սրան ես չեմ պատկերացնում, ինչ պատիժ է պետք սրանց, որ մի քանի ընտանիքի հետ, ջեկ, մեկ, բեկ ունենալու համար մի ամբողջ ժողովուրդ մնաց տնանք Արցախից, մի ամբողջ երկիր, ուր Մայրզորդ Մաշտոցի դպրոցը եղել է ավելի շուտ, քան թե Հայաստանում, մի ամբողջ Արցախ երկիր հանձնվեց սրանց պատճառով, բանակ թող գան պատասխան տան սրան, եւ սրան երբ նշանակում եմ այդ բնական ռեսուրսների վարչության պետ, հետո դառնում է այնի տնօրեն, այն ծառայության եւ վերջում գալիս է նորից է որ հոլը պտտում, գալիս է իր խուփը իր ամանին կանգնում է, նորից դառնում է Բակո Սահակյանի ներկայացուցիչ հատուկ հանձնարարություններով։ Այնքան հետաքրքիր է, որ հատուկ հանձնարարություններով է ինքը դարձել, որ Արցախը Հայաստանի Հանրապետության հարկատուների փողերը լափելու հանձնարարությամբ է դառել, թե կնգանը լափացնելու։ Հետաքրքիր է, էլի։ Որևէ մեկը չփորձի, որ ես կոպիտ եմ խոսել, որովհետև դա իմ գումարն է։ Ես Հայաստանի Հանրապետության հարկատու եմ, եթե մնացած մարդիկ չեն պատրաստվում տեր կանգնել, ես ուզում եմ տեր կանգնել, ես չեմ տվել այդ փողերը, որ Կոմիտասի կնիգը հեկեր բացի, չեմ տվել։ Դրա համար չեմ տվել, ես տվել եմ, որ Արցախում ապրող հայ ժողովուրդը կարողանա տնտեսություն զարգացնի։ Եվ իմ համար շատ զարմանալի է, որ այդ ո՞նց է ստացվում Մարինա Պողոսյանը քիչ ռեսուրսներով սա պարզում է, 2 տարի գլխավոր դատախազությունը չի կարողանում պարզել։ Հետաքրքիր է, կամ ինչ խտրական մոտեցում է Կարապետյանների վերաբերյալ, մի Կարապետյանին կալանավորում են, մյուս Կարապետյանը ում կինը, մենակ այսօր 27 միլիոն դոլարն եմ այսօր բացահայտելու, ոնց է լափել, իրան գտեց ազատ ման են գալիս, որովհետև ունեն կրիշ, Կոմիտաս կրիշը չի փրկելու քեզ, չի կարա փրկի, իմ ձեռքից քեզ չի փրկելու, եւ ոչ մենակ իմ, չի փրկելու Արցախից բռնի տեղահանված ժողովրդի ձեռքից, որովհետև գալու է օրը, ու հայտնվելու ենք Մոնթե համալիրում, Մոսկովյան փողոցում, Բյուզանդի վրա, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ու դու ստիպված իջնելու ես այդ տնանք, անտուն, բամարդ փող ոստիկանապետ աշխատի, մի հատ հանրակացան սենյակ չունենա, կնգատունը ապրի, կնգա հաշվին ապրի, բա դու չես ամաչում, Արցախի ժողովուրդ,
հայեր, մեր քույրեր, եղբայրներ, ընդունված է Արցախում տենց որ մարդու կնեգը պահի, ես առաջ անգամ եմ լսում, ինչևէ, այս մասը պրծանք, այսօր հատուկ անդրադարձ են կատարելու Կոմիտասին պահող, շահող, ուտացնող, միլիարդատեր կնոջը, ինչ-որ Մերի Վալերիկի Կարապետյան, միգուցե այս Մերի Վալերիկի Կարապետյանին ասենք, որ կանչեն հակակոռուպցիոն կոմիտե կամ քննչական կոմիտե, այս մարդը ասի, որ իրա պապան կամ իրա կեսրարը Վաչոյի, Սերժի Վաչոյի պապայի պես մեծահարուստ է, ասենք Վաչոյի կնեգը ասում է, չէ՞ Ռուզանը, ասում է $1 միլիոն Վաչոյի պապան է տվել, ասենք լավագույն երազներով իրանց, լավագույն, $1 միլիոն դրամ չէ, դուսկի չգիտեմ, $1 միլիոն կոպեկ, $1 միլիոն լումա, մարդիկ որ չէին տեսել, ասենք սուտ ասելն էլ հիմա գիտեք ինչություն է, բայց դե հիմա ինչ ասես, դարը փոխվել է երևի, կարող է այս Մերի Կարապետյանն էլ ասի, որ Վալերիկը իրա պապան հարուստ է եղել, կամ այս Էդիկը, Կոմիտաս Կարապետյանի պապան, որ Լորշենում էշով ջուրա կրել, դեць գնացել է հանգիստը, այդ գերեզմաններն է, որ դե ջրերն էին, ու հանգիստումը մի հատ մեծ կարած ոսկի ա գտել, ու դեць իրանք հիմա ծախսում են, լսեք, այդ Արցախում դուք ժողովրդի վախացրել եք, ձեն չեն անել, դուք եկել եք ստեղ, դիպլոմներս ոշարել Կոմիտաս, կանգանից հետո հեկերից ծանր կլի, դուք եսում եք այս շիտեղ դրել, հա? Հիմա ով է այս Մերի Հարությունյանը, Մերի Կարապետյանը, Արայք Հարությունյանի հետ նայել է սիրում սիրածների կնանիքի բանի վրա ձևակերպել, վերջում էլ գնաց ընդեղ այդ բոլորը, ովքեր այսօր բախվում են, պետք է այստեղ արդեն դասված լինեին, մեր հարկերը յուրացնելու, Հայաստանի ժողովրդին խաբելու, ունեզրկելու համար, այդ հարկերը չէինք մուծի, այդ հարկերը մենք ստեղ կտայինք, առողջապահություն կզարգացնեինք, մեր երեխեքին կպահենք, ոչ թե կտայինք, որ Կոմիտասի կնիկը գա հեկեր առնի, Արայքի սիրածը գա տներ առնի, սա այդ նովայի վրա երազ թաղամասում, սա ասե ճանաչում ենք հայտնի, ինչա դրա անունը, ես իմ հեռուստաընկերությունում աշխատողը չեմ ուզում ընտանիք մտնեմ, հետաքրքիր չի, բայց փաստորեն լավագույն տրադիցիաները Արցախում շարունակվում են, սրանք պատկերացրեմ, որ իրանց կնանիքի անունով ձևակերպել, մենք բոլորը ստուպո ենք, ոչ հիմա չենք հասկանա, հեսա պազվելու է, ստուպոյը մեզնից ով է, և էլի եմ ասում, այս ամեն ինչը իմ համար չգիտեմ, անընկալելի է, որտեղ մարդկային ագահությունը, չտեսությունը, գյորմամիշությունը, այն պատից կախ չտեսած, ճակտից կախ գեղցու հոգեբանությունը, խնդրում եմ գյուղացի բառերի չշփոթեք, չշփոթեք, սա գյուղացի մարդկանց, գյուղի մարդկանց գեղցի, որ մեկը հեկերն է քաշեն բրեկները, այն աթարի թրքի հոտը գալիս է վրաներից, որտեղ ներսից են նեղում մարդիկ, առանց հասկանալու, որ չի կարելի զինվորի հացը ուտել, չի կարելի Հայաստանում աշխատավորի փողը լափել, ու այս ամեն ինչը հələ Բակոյի Արայքի թողտվության, պլյուս Հայաստանից մի փոքր հետո ցույց կտանք իր սիրելի Արթուր Դավթյան, Սերժ Սարգսյան, Վաչո, չգիտեմ, կարող եմ այդ նկարներ ցույց տալ, որ չմտածեք մեզ նայեք, այն վերջում Արթուր Դավթյանն է, որը պիտի դատվի ու դատվելու է իմ ձեռամբ, ուղղակի այնքան շատ են սրանք տոպրակով է պետք դատել, որտեղ եթե հացած ես այդքան չեմ ապրի, Սերժի Վաչո, Կոմիտաս Կարապետյան, այդպես հրճված, իրանց աճացրած, կադրի պայլեր, բայց Սերժ Սարգսյան, այդքան տուն ունես, Վաչո եռաբլուրում այդքան հողեր ունես, բայց խեղճ Կոմիտաս Կարապետյանը անտուն, դաժե օբշեժիտում սենյակ չունի, այդ ունի նորքի են հանրակացարաններում հնդիկների կողքը, մեկ 10-40 մետրանոց
Սենյակն ինչ որ էս կոմիտասը չունի, կնգա տունն ապրում, կնգա փողերն ա ծախսում, դա չեք ամաչում, Վաչո ջան, վաղը մի բան էլ իրան էդ եռաբլուրից մի քառակուսի հող տվեք։ Այ սրան թվացել է, որ իրա կողքի հետևի էս մի կողմը կանած, դե բոլորի գլուխները որ կարմերացնենք զոր կլինի, որ սրանք իրան տեր են կաննելու, որովհետև սրանք իշխանափող մարդիկ են, այսօր էլ խոսում են, որ մենք չգիտեմ բակոյ կողքն ենք, սուտ, իրանք այսօր այլ կուսակցության կողքն են, որ իրանց թույլ է տալիս, որպեսզի իրանք շենքեր կառուցեն, տներ կառուցեն եւ այլն եւ այլն։ Ուրեմն Կոմիտաս Կարապետյանի տիկինը, Մերի Կարապետյան, ընտանիքը մենք ցույց տվեցինք, բայց հարցը նրանում է, որ Կոմիտաս Կարապետյանը փողերը լվացել է ոչ մենակ իր տիկնոջով Մերի Կարապետյան, ոչ մենակ իր աղբեր Ռոբերտ Կարապետյան, ոչ մենակ Ռոբերտ Կարապետյանի ինչն է, կինը աշխարհի մեծ կանձիծեր Բուրբոն հրուշակագործ, չգիտեմ, այդ Կանդիծերսկի երևի մեծագույն մասնագետ, երևի ինձ նոշենում ասել շրխտ թոնիրում են հացը թխել են, այդպես ինքը դարել է մեծ կանձիծեր, հիմա ստեղ կազմակերպություն է բացել, այս սաղի մասին խոսալու են, այսօր կոնկրետ կնոջն ենք անդրադառնում, որը մեծագույն օլիգարխ է, դե այս Մերի Կարապետյանը իր կինն է, այս սրանք էլ իր երեխեքն են, իսկ սա այս մյուս ցուցակում իրանց կապերն է, որ մարդիկ մտածել են, որ երևի մենք տուպո ենք, չենք հասկանա, այն էլ չգիտեն, որ տես տուպոյ, կտանեմ ծարավ դեպի մեծ սենց ջուրը ու հետ կբերեմ։ Ովքեր են այստեղ Մերի Կարապետյան, Վարդան Խաչատրյան, պատրաստեք Վարդան Խաչատրյան, մյուս եթերը ձեր մասին առնել, այսօր շատ կարճ անդրադառնանք, Գևորգ Խաչատրյան, Արմինե Ասատրյան, Սերգեյ Մուսայելյան, Սերգեյ Զաքարյան և իցավսինց նախկին դատախազ Արամ Թամազյանի դուստր Գոհար Թամազյան։ Այս բոլորի մասին մենք շուտով սրանց կապերի մասին, թե ոնց են, սրանք գիտեք ինչ, սրանք իրանց պրիմիտիվ հալով պատկերացրել են, որ այս գրիչը այսօր իմենա, վաղը տան իմ աղբոր կնգան, աղբորս կնի կտա աղբորս սիրածին, աղբոր սիրածը հետ բեր ինձ, կորելու է։ Ուղղակի իրանք մտածել են, որ նախ այս փաստաթղթերը, որոնք հայտնվել են իմ ձեռը, վաղուց են հայտնվել, սրանք մտածել են, որ այս փաստաթղթերը վաղուց կորել է, հետո մտածել են, որ իրանք կվախացնեն, այն որ փորձեցին անել իմ հետ, փորձեցին իմ տուն մտնել անցյալ տարի դեկտեմբերի 9-ին էր, թե 2-ին էր, չեմ հիշում, տանս դուռն էին բացել եւ այլն, երբ որ ես նորից Արցախցի մի թալանչու մասին ուղիղ եթերում էի, սրանք տենց պատկերացրել են, որ իրանց սուրը ամենտեղ կտրում է, բայց ես հիմա ուզում եմ ասեմ քեզ կողմից, քո սուրը մաքսիմում կարող է Արմավի քրեակատարողական հիմնարկի կողքը Ղամիշներ աճի տենց կտրես, կամ կարող է Վարդաշենում աճի կտրես, ու դու գնալու ես, ես քեզ խոսք եմ տալիս, դու իմ խոսքերը հիշի, որովհետև ձեր պես մարդիկ կերան Արցախը, կերան արցախցիների հույսը, այդ մարդկանց սարքեցին մի փոքր գումարով ինչ-որ մի ձևի յոլա գնացող, երբ որ մենք մեր բերանից կտրել ենք, այս մեծ թվերը ուղարկել ենք Արցախ։ Հիմա Կոմիտաս Կարապետյանին մեգամիլիոնանոց գույքին անդրադառնանք, որ անդրադառնալու ենք մաս հաջորդ հաղորդմանը, սկսած են Մոսկովյան փողոցի ամենաթանկ բնակարաններից, մեկ մտածում ես, ասում ես, այս ոնց սենց ստացվեց, էլի, ոնց սենց հերվից տնկ եկան ամեն ինչի տեր կանեցին, որպես մեր պես հարիվ ասեմ, էլի, մեր բերնից կտրել ենք, տարիներով այդ գումարը փոխանցել ենք Արցախ, հակակոռուպցիոն կոմիտե, խնդրում եմ ուշով լսել, որովհետև ես ոնց հասկանում եմ, ստեղ ոչ թե պախնիտ կոռուպցիայի, ստեղ կոռուպցիան պրոստը խեղդում է այդ խոտը։ Ինչ է եղել։ Սա քանի որ դառնում է 2013 թվականի բնապահպանության եւ բնական ռեսուրսների վարչության պետ, մի քանի ամիս հետո
իր կնոջ Մերի Կարապետյանը եւ ասում ով է դա։ Ես 30 քանի տարեկան ինչ-որ մեկը, որը պետք է պարզի այսօրվա դրությամբ դատախազությունը, Մերի Կարապետյանը մոտավորապես, ու այդտեղ դոլարի կուրսը մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մոտավորապես 26-27 միլիոն դոլարի հեկեր է։ Այս մենք հլնդերին ենք անդրադառնում, չենք ասում, այս Մերի Կարապետյանը ոնց է Մարկիս Կարաբասի պես հանրապետության փողոց, Ալավերդյան փողոցի վրա օբյեկտներ առնում, ամենաթանկ շենքում Երևանի տներ առնում, ասենք մի տեղ առնում 10 քանի հատ պարկովկա, կարող է տնիկ այդ պարկովշիկը աշխատելու, հա? Տենց շլակը բացի թագի, չրկելը բաց, չրկելը թագ, այս ում եք դուք ձեռ առնում։ Այս փողերը, մեր փողերն է, մեր հարկերն է, կենտրոնական բանկ, դու չգիտեի այդ գումարներն ուրա գնում, շատ հետաքրքիր է, բոլոր նախկին ներկա վարչապետներ չեք իմացել այդ գումարներն ուրա գնում, բոլորն էլ իմացել են, Սերժ Սարգսյան չգիտեի, խաբել են քեզ խաբել կլինի, քո վրա մենակ գործար կլինի, ոնց որ վաչիկը տարազդից իվիկում գրում է, բայց քեզ խաբել չի լինի։ Հիմա ինչ կա եղել իրականում եւ ովքեր են, ես դες ասեցի, չէ՞, ես դեռ սխեմա բերեցի, թե ովքեր են, ես հիմա հերթով այս բոլոր մարդկանց ցույց եմ տալու, թե այս մարդիկ ինչ կապ են ունեցել այս ընտանիքի հետ ու որտեղ են մեր փողերը, մեր, իմ, ձեր, մեր փողերը, մեր հարկերը։ Մեր հարկերը կերել են Մերի Կարապետյանը, Վարդան Խաչատրյանը, Սերգեյ Մուսայելյանը, որտեղ նայում ես այս կոմիտասի կնգա, ովքը Սերգեյ Մուսայելյանը, չգիտեմ իհարկե, միգուցե Արցախում կարող է տենց բազմա ամուսնություն եղել, չեմ կարող ասել, որտեղ Մերի Կարապետյանն է, կողքը Սերգեյ Մուսայելյանն է, մեկը կողքը հայտնվում է Վարդան Խաչատրյանը եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ուրեմն սա, եթե կարելի է հետևը պետքա ցույց տալ, որ Մերի Կարապետյանում մենք ունենք 4 ՍՊ, սա էլ Արցախին է վերաբերում։ Ես էլ չեմ ուզում խոսամ Հայաստանում ձեռք բերած Մերի Կարապետյանի 23 անշարժ գույքի մասին։ Հիմա ինձ լսողներից քանիս ունեք 23 անշարժ գույք։ Արցախի ժողովուրդ, ինչից եք վախեցած, կոմիտասից վախում։ Ես հիմա իմ օֆիսում նստած եմ չարես 4 կոմիտաս, արի տենա, կարաս տիգնոչ տեղ վերցնես հետդ գաս, Վարդան Խաչատրյանի, Սերգեյ Մուսայելյանի, սաղով եկեք, ինչից եք վախենում, ինչի չեք գնում դուք ձեզնից, գողացածի հետևից, ինչի, հիմա նայեք, ով ասա, Մերի Կարապետյան, Են որ, ասենք, Մերի Կարապետյանը, մենակ Մերի Կարապետյանը, Արցախի ներդրումային հիմնադրամից 26-ից 27 միլիոն դոլար է գրպաներ, կամ չգիտեմ ինչ անել, ես չիմանամ որտեղ է պահել այդ փողերը, չգիտեմ, ինչ որ չգիտեմ, խոսքը գնում է 4 ՍՊ-ների մասին, բոլորը հեկեր են, փաստորեն այս Նոշենցի կոմիտասի կները շատ բեսանտ էներգակիրների մասնագետա, հեկերի մասնագետա, դու գեդինը չեք մտնում, հա։ Հայաստանի հասարակ աշխատավորի փողը վեկալել, ուր եք մտցրել, ինչ եք արել այդ փողը, հեք, խի մենք հեկերի տեղը չգիտենք, Սեմիչկայի պես հեք եք արել, Մերի Կարապետյան, ու սա նայել որ թվին ա լինում, սա եթե կոռուպցիոն ռիսկեր կա, ես հիմա դիմում եմ նաև պարոն Նահապետյանին հակակոռուպցիոն կոմիտե, ուրեմն եթե կոռուպցիոն ռիսկ հասկացություն կա, սա կարելի է դասագրքային օրինակի պես ցույց տալ։ Ես սկզբում ձեզ ասեցի, թե այս կոմիտասը, այս հիմա անաշխատունակ, անտուն կոմիտասը, մայր որ բյուզանդի փողոցում ասեք, տեսեք, կարող է մարդը տուն տեղ չունի, տես դուրսը կացկավել է միտեղ պազես դու չգիտեմ։
Հիմա նայեք, այս Կոմիտասը 2000, ես ասեցի չէ, 13-ից 16 թվականին աշխատել է բնապահպանության և բնական ռեսուրսների վարչության պետ։ Այսինքն սա այն պաշտոնն է եղել, որ այդ հեկեր մեկեր տեն շաբաշատվել, նրանից առաջ ինքը ոստիկանապետի տեղակալ է եղել, էդ էլ ասեմ, որ Կոմիտաս Կարապետյան քեզ մեծ սուրպրիզներ է սպասվում, քո ոստիկանապետի տեղակալ եղած ժամանակվա որոշ ստորագրած թղթերի, որոնք վերաբերվել են մարդկային կյանքերին ու ճակատագրերին։ Այդ սուրպրիզները դու անպայման ինձնից ստանալու ես ու շատ շուտով այդ փաստաթղթերը, որտեղ բոլորդ մտածել եք, որ տենց են որ վառեցիք, այդ փաստաթղթերը վառվել է, հա, Շահրամանյան գիտեիք այդ թուղթ չի մնացել Արցախում, հա։ Կամ Արայիկը հանձնվելուց առաջ, գնալուց առաջ սաղ թղթերը վերացրել է, չէ, Կոմիտաս, քո ստորագրած շատ հետաքրքիր թղթեր կա քո փոխոստիկանապետ ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է այս բնապահպանության, նայեք, էլի, կոռուպցիան ու պոզով պոչով չի լինում։ Մարդ երբ որ իր պաշտոնական դիրքը չարաշամը, սա այս սուբյեկտ է, այս Կոմիտասը, ափսոս է անունը, որ իր վրա է, երևի խեղճ Կոմիտասը դրանից խելագարվեց, որ պատկացեց թերով կարա իր անունը կրի։ Ուրեմն սա այդ որ եղել է բնապահպանության և բնական ռեսուրսների վարչության պետ, տենց մտածել է, որ հանքերը իր հոր նորշենում էշով ջուր կրող էդիկի սեփականությունն է, ինքը դի շաբաշտա իր կնգան, Մերի Կարապետյանին, Մերի Վալերիկի Կարապետյանին, ու հենց այդ տարիներին, այսինքն 13-ից 16 թիվ, 14 թվին Մերին դառնում է 4 հեկատեր, դուք պատկերացնում եք, Մերին է, ինքը տենց երևի Մագատեի կոնֆերանսներին ա գնացել, բան տենց եսին ինչերի ա մասնակցել, 4 հեկատեր, 4, առաջինը Հակարի ՍՊ, մենք թվերն էլ ունենք, հեսա Հակարի ՍՊ, հլի մենակ նայեք էլի, սրան, ուրեմն այս Մերի Կարապետյանը, իր ամուսնու բնական ռեսուրսների եսին ինչ չգիտեմ ինչու ինչ, դրա բարձր հովանու ներքո, Արցախի ներդրման հիմնադրամից, հեսա նայ, ծիկ, ես էլ իրան սաղ թղթերը, ամեն ինչ կա էլի, ուրեմն Արցախի ներդրումային հիմնադրամից ստանում է ոչ շատ ոչ քիչ 3 միլիարդ 820 միլիոն 405 հազար 932 դրամ։ Այս սաղթերից են վերջի 2 դրամներ Արցախի ժողովրդին հասել։ Ով է Մերին, ինչ է իրանից ներկայացնում, բացի նրանից, որ ամուսինը բնապահպանության վարչության պետը 3 միլիարդ 820 միլիոն 405 հազար 932 դրամ։ Սա մի ՍՊ-ն է, Հակարի ՍՊ-ն։ Իդեպ, քանի խոսքը գնաց այս Հակարի ՍՊ-ից, ես ուզում եմ հիշացնեմ այս Հակարի ՍՊ-ն ուրա, այս Հակարի ՍՊ-ն սա լրիվ առանձին թեմա է։ Ուրեմն այս Հակարի ՍՊ-ի մեջ բոլոր տղամարդիկ սրան ասեն մենք կապ չունենք, այս մեր կանայք են սենց լուրջ հեգերով զբաղվող, մի հատ նայեք ովքեր են այս տղամարդիկ։ Կոմիտաս Կարապետյան, Մհեր Պալասկով, եթե ես չեմ սխալվում, մեր երկրի վարչապետը Պալասկովի մասին է, որ ես իմ 30 քանի միլիոն դրամով չէ, գցե փախել էր տարիներով, բանը ինչ եղավ, ինչը վերապանեց, ինչը վերեց, կամ ինչ կապ ունի Մհեր Պալասկովը Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, պորտը Արցախում էին կտրել, հա, կամ Վալերիկներ կտրել, կամ Էձիկը, հենը Կոմիտասը դե հասկացան, Կոմիտասի կինը դա հատուկ ստատուս է, ինքը էներգակիրների, չգիտեմ, հեկերի մասնագետ է, որ վաղ կանչեք քնչական, մի հատ հարցակ դնեք, որտեղ եթե դուք չկանչեք, ժողովուրդն է կանչելու։ Հավատացեք, ես շոու պրոգրամաներ չեմ սիրում, բավականին ժողովուրդ կա Արցախի հավաքված, ուղղակի
Կարծում եմ, որ իրավական դաշտում, եթե իրավական դաշտում չլուծվեց, այս խնդիրը լուծվելու է փողոցում։ Մհեր Պալասկով, Զանգեզուրի պղնձի մոլիբդենի կոմբինատի գլխավոր տնօրեն։ Ինչ գործ ունի Մարինա Պողոսյանի, Էլեն Ադամյանի, Պողոս Մարտիրոսյանի մենք տված հարկերով, որ Արցախ գնացել է բիզնեսը զարգացնելու համար, Պալասկովը պղնձի մոլիբդենի գործարժող Զանգեզուրում է, Արցախում չի։ Ինչ գործ ունի ավանտյուրիստը մեր տված փողերի հետ, հաց։ Երրորդը Վահե Հակոբյան, կարծում եմ ներկայացնելու խնդիր չկա, բայց Վահե Հակոբյանը չի։ Վերջինսկին Էլիզաբեթ Պետրոսյանն է, իրանք բոլորը էներգակիրների մեծ մասնագետ են, հեկերի, Հակարի, ՍՊ-ի, հեկի մեծ մասնագետներ են։ Հիմա մեկն ու մեկը կանչեն հարցրել է Էլիզաբեթ Պետրոսյանի հեկերից ինչ ես հասկանում, կամ ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու տված փողը, որ տրվել է Արցախի ժողովրդի համար, այսինքն միջին խավի համար, որ այդ մարդիկ կարողանան որոշակի բիզնես գործունեություն ծավալեն, մնան այդ հողի վրա եւ այդ հողը չանձնվի թշնամուն, ոնց որ հիմա։ Իրանք չէ, այս մեր փողերը գողացողները թագեցին Արցախը որպես լվաց կատու, հիմա եկել են իմ աչքի առաջ, Երևանի կենտրոնն են արմել, սրանց նայել։ Հիմա հարց եմ տալիս, Էլիզաբեթ Պետրոսյանը Հակարի ՍՊ-ից, բանակ կանչեք հաստվեք, ինչ գիտի հեկերից, կամ ինչ կապ ունի Արցախի ներդրումային հիմնադրամը, Արցախ, արդյոք Զանգեզուրը այս մասը մտել է Արցախի մեջ, եթե նման բան կա, ասեք, կամ կարող ենք ասեք, ետ էլ հանձնեք, ասեք, այս էլ Արցախի մի մաս ես շուտ անենք հանձնենք, սա ձեր առնոցի է, գլխավոր դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, դուք աշխատավարձ ստանաք, ես նստեմ աշխատեմ, տես չի ունի, կամ իմ աշխատավարձը վաղը տվեք, ոչ թե իմ վրա քրեական գործեր հարուցեք, մեկ այն ձերը չեք կտրելու, մոռացեք։ Եվ վերջին է, Նարեկ Ամբարյան, Զանգեզուր պղնձի մոլիբդենի ՓԲ գլխավոր տնօրենի նախկինում էլ եղել է զինվորական դատախազության ՀԿԳ-տնից եւ այլ, իսկ եղբայրը, ինչ Ամբարյաններ մոռացել եմ, մի քիչ հետո կհիշեմ, հեսա Նարեկ Ամբարյան եւ Նարեկ Ամբարյանի եղբայրն է եղել է գլխավոր դատախազությունում կոռուպցիայի դեմ ինչ-որ պայքարի վարչության պետ, սենց է պայքարում։ Հիմա հարց եմ տալիս ես գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավարին եւ ընդհանրապես իշխանությանը եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ինչ գործ ունեն, դե սա դասակցությունն է Կոմիտաս Կարապետյանը, դե պետք է կնիկը լինի, կնեգը։ Հələ այդ մի կողմ, այդ իրեքը ինչ գործ ունեն մեր հարկերի հաշվին 3 միլիոն 820,000 էթելը ու պլուս ենքան ցինիկն են, որ տարեկան են 0,1%-ը չմուծեն, ըստ էության իրանք պարտք են Հայաստանի Հանրապետությանը, մեծ գումար, միլիարդներ, որպես տեղ խոսքը գնում է 4 միլիարդ 431 միլիոն 508,929 դրամ։ Ես ուզում եմ հասկանամ, Հայաստանի Հանրապետություն, սա ցույցին է փախելա, թե չէ, այս 3 սուբյեկտից այդ փողը խիչ է թե վերցնում, ինչ են արել իրանց կնամիկ, տենց էներգակիրների մեծ մասնագետ է, Կոմիտաս կնիկը, թե գարաժ արնելու մասնագետը, այսինքն մենք հարկեր մուծենք, մեր հարկերով փող ուղարկենք ընդեղ, դուք մեր փողերը լափեք ու գաք Հայաստանում, դուք հենց սպասեք մյուս հաղորդմանը, թե կնիկը ինչերը արել ստեղ, այս լուրջ Մերի Կարապետյանը, էներգակիրների մեծ մասնագետ, բա դուք չեք ամաչում, բա այսքան տարի դատախազությունը փող ստանա, քննչական կոմիտեն փող ստանա,
բոլորը փող ստանան, ես նստեմ աշխատեմ, հա։ Արցախի ժողովուրդն է ձեռը մեկնի, այն ամսական փողը կամ տակ կամ չտակ, հա։ Էս է դա արցախցի, բայց սրան կանչե, ասեք քեզ որից ես փողը, ու вообще քո կնիկը ով է։ Այդ ոնց եղավ է, որ մեզնից ոչ մեկը Մոսկովյան փողոցի վրա, Երևան քաղաքի ամենաթանկ շենքում չունի բնակարան, Արցախից եկած հասարակ արցախցին չունի, Մերի Կարապետյանը նոր շենցի բան է, կոմիտասը, որ մինչև պատերազմի ավարտը էշով են ջուր կրել, թե ինան էշը 12 ցիլինդրանոց էշա եղել, նա պտի գա Երևանի կենտրոնում տուն առնի, կամ մեզ է էշի տեղդերը, որ իր անով բան չկա, դու չես նստի, կնիկըտ կնստի, ես ում եք դուք ձեր առնում, մեր հարկերը բերել եք մեր վրա եք ծախում, ու այսօր մեր իրավապահ համակարգը լուր է, կան Վահե Հակոբյան, Սյունիքի նախկին մարզպետ, Էլիզաբեթ Պետրոսյանը, ես գիտեմ, որ ինչ-որ լրատվամիջոցներ, այսինքն այդքան բազմա զարգացած կին է, որ ինքը նաև հեկեր աշխատացնում, բա որ աշխատացրել եք այդ հեկը, մարդիկ են կարգը ամոթ աբուր կորցրած են, ուրեմն իրան Արցախի ներդրումային հիմնադրամը, որ մեր փողերն է, մեր, իմ, ձեր, բոլորի, այս 3 միլիարդը վերցրել են, դաժե այն կիցի-պիցի Ղարաբաղցած տոկոսը չեն ուծել, այ այս կարգի մարդիկ եք դուք, հա, դաժե տոկոսը չեք ուծել, որ եղել է տարեկան 0.1%, թե մի տոկոս չեմ հիշում հիմա, բա կենտրոնական բանկը գործը ինչ է նա, քննչական վարչություն, ընդհանրապես ձեր բանը գործը ինչն է, չէ որ ամիսներ առաջ հրապարակեցինք, թե ոնց է Ագբա բանկը $2 միլիոն կրիդիտ մեկ այլ արցախցու տվել, որ նա ոչ մի բան չէր դրել տեղը դրա, բացի մի, չգիտեմ, $500,000 բնակարանից, 4 անգամ գերազանցող Անդրեասյան Հակոբից, Ագբա բանկի, ինչ է կանում մինչև այսօր, թե բանկը փակում է բերանները, կենտրոնական բանկ, դու կաս, թե չկաս ընդհանրապես, երկրում իրավապահ համակարգ, կա, թե չկա, այս էլ փաստերում եմ ասում, ընդ չէ, որ ամեն ասացիս տակ, ես ստորագրում եմ, այն որ ինձ կանչում եք ցուցմունք եք վերցնում բան, կծալեք, տակն եք ստորագրեմ, էջի տակ, ամեն էջի տակ, այս հակարին, բայց մերին ու մենակ հակարի սպը չունի, մերին ունի նաև կոնտինենտ սպը, տեսեք կոնտինենտ, կոնտինենտի համար ստացել է 2 միլիարդ, նայեք թվերը, մարդ անտուք ասում 2 միլիոն է, բայց հետո տենում եմ, որ իրանք այդպես մելկի չեն էլի, 2 միլիարդ, 259 միլիոն, 398,503 դրամ, և ով է այդ կոնտինենտ սպը, սրանք բոլորը հեկեր են, փաստորեն, սա տես մագատ է, ես չգիտեմ սա ինչի մասնագետ է, բա վաղը քննչական մարմիններ կանչեք ես Մերի Կարապետյանին, մեզ կարող է էներգետիկ ճգնաժամից հանի, կարող է միանգամ սաղ էներգետիկայի հարցերը լուծի, ուղարկենք տարբեր տեսակի կոնֆերանսների, որպես հայկին էներգետիկայի մեծ մասնագետ, այն մնացած պաշտոնատար անձանց տնանիք է, Պալասկով, Ամբարյան, Վահե Հակոբյան, դու չեք ամաչում, լավ կարել է էսենց ատել սեփական երկիրը, սենց ատել են հարկատուին, մենք չկռենք հարկ տան, որ դու տանիք ես հարկը լապեն, ընենց վատ ձերքերի կոմբինացա ցույց կտայի քեզ, կոմիտաս քեզ ու կոկնգա, պրոստը եթերում ենք, ոչ շիվանը չես վայելելու, ոչ դու, ոչ է կու մյուս գործընկերների, հիմա ինչ վերաբերում է կոնտինենտ սպային, ես ես ասացի, չէ, ու այս բոլորը, հելը միատ նայեք, եղել է 13-14 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ որ այս անտուն
Կոմիտաս Կարապետյանը, որին կինն է պահում, որտեղ ինքը ոչինչ չունի, կամ չի պատերազմ ապրում այս մարդը, գույք չունի։ Կոմիտաս Կարապետյանը եղել է, ես նորից եմ ասում, բնական ռեսուրսների, բնապահպանության և բնական ռեսուրսների վարչության պետ։ Այսինքն ԲԱՊ-ը դու սրան նշանակել է սրան, ասել է նա թե որտեղ ինչ լավ ռեսուրս կա, այդ սաղկարկու կնգան տուր, հա, լուրջ։ Բա մեր եթե այդքան տես հասկանում ես էներգակիրներից, հեկերից, ջեկերից, բա այսօր խնդիրներ ենք ունենում, մի հատ վերքած քո հեղինակավոր կարծիք, հեսա ժուրնալիստները ուղարկելու, հեղինակավոր կարծիքդ հարցնեն, թե ոնց անեն, 4 ՍՊ ես ունեցել, հեկեր, այդ ոնց է տեն ստացվում է, ոնց, ու սա մենակ ես գիտեմ, չէ, սա գիտի գլխավոր դատախազը, սա գիտի քննչական կոմիտեի ղեկավարը, եթե չգիտեք իմացեք, սա գիտի ԱԱԾՏՆ-ը, սա գիտի կենտրոնական բախը, բոլորը գիտեն սրա մասին, բոլորը, բախի ձեն չեք անում, կոռուպցիայի դեմ ոնց եք պայքարում, սրանց կոռուպցիա պոզով պոչով ալնում, թե սրանք են մեզ պոզով պոչովի տեղ դրել, մեր հարկերը լապել այսօր եկել են Երևանն է սեփականաշնորհում, սրանք կապ չունեն Արցախի ժողովրդին, սրանք Արցախցու թալանած, Արցախի ապրողին թալանած, Հայաստանը ինձ կոնկրետ թալանած է, ես թույլ չեմ տա, ուզում է Կոմիտասը լինի, ուզում է չգիտեմ, ով ուզում է լինի, չեմ թույլ տա, չեք կարողանալ դուք թալանել, դուք ձեր պոլկայի վրա մնաք, պոլկայի վրա ասենց, պիտի պոլկեքը լինի, դուք այդտեղ մնաք, հիմա նայեք, երկրորդ հեկը, տենեք մեր բոմբ աշխատում է, այս մի հեկը հակալի, էլի 14 թիվ էր, ասեցի չէ, հենց որ մի րոպե նայեմ որ թիվ է, հա 16 թիվ, կներեք, դե մարդիկ բուրգուպես գնացել խանութ հեկ են առը, այս մյուս 3 հեկերը, 14 թիվ, այսինքն ամուսինը 13 թվին դառնում է բնապահպանության նախարար, ու կնիկը մի անգամից երազ է տենում, երազում մեկը գալի ասում է, դու պետք է հեկեր բացես, դու էներգակիրների մասնագետ ես։ Հլվա սրանք կարելի է հարցնել վատ, կիլովատ, բան իրարից տարբերում, ոնց որ սանտիմետր, միլիմետր։ Եվ հիմա նայեք, 14 թվականին, մի րոպե ես հեսա ասեմ, 14 թվականին, սեպտեմբեր ամսին, մերին, 2 հեկ, այսինքն մենք որ գնում ենք խանութ, հեսա տեսեք, մերի Վալերի Կարապետյան, 14 թիվ, հա, այս Թարթար էներջին է, եթե չեմ սխալվում, մի վարդյան, սա առաջին է, փետրվար ամսին այնքան շատ հեկ ունեն, մեր տուն այդքան խնձոր չկա, մարդ շփոթվում է, հիմա ես ուզում եմ բացատրեմ ով է այս սուբյեկտները, որտեղ այս բոլոր սուբյեկտներին մենք անդրադառնալու ենք մի քանի եթերներով, այսօր այնքան բան կա սրանցից ասելու, սրանց Երևանի գույքը ես չեմ ասել, Կրասնոդարի գույք չեմ ասել, բայց հետով, չեմ ասել Կոմիտաս Կարապետյանի հրահանգները, որ ինքը գիտինքը վերացրել է որպես ոստիկանապետ, բայց թշնամին է շատ ունեք Արցախում։ Թարթար էներջի, այսինքն մարտը 13 թվի վերջին դառնում է բնապահպանության նախարար ու փետրվարին 2014 թվականին դուք գիտեք արդեն ինքը մեծ մասնագետ է հեկերի, այս Մերի Կարապետյանը, ասենք ես կարծում եմ, որ իրան կարելի է ուղարկել տարբեր ֆորումների Հայաստանը ներկայացնի, Մերի Վալերի Կարապետյանը, որ Վալերիկը մեծ փողեր էր թողել, դառնում է այս Թարթար էներջի ՍՊ-ի 50% փայատերը 50%-ն է Սերգեյ Մուսայելյանն է, Սերգեյ Մուսայելյանը ազգանուն է Մերի Կարապետյանի հետ ավելի շատ եմ հանդիպում, քան թե Մերի Կարապետյանի իր ամուսնու հետ անուն ազգանուն, չեմ կարող ասել իրանց կապը, դա ուրիշները կիմանան, միգուցե այդպես մոտակույն բարեկամներ են կամ առաջի դասարան իրար հետ են գնացել Սերգեյն Մերիին պարտվել բռնել, ես չեմ կարող ասել, չեմ ճանաչում Սերգեյ Մուսայելյանին, բայց ունեմ նաև իր գույքերի ցուցակետ հետո։ Այնքան բան ասենց խառնում ենք իրար, նայեք, Թարթար էներջի ՍՊ 1 միլիարդ 581 միլիոն 938 հազար 535 դրամ Արցախի ներդրումային հիմնադրամից, հիմա 1 միլիարդով, քանի ընտանիք
Արցախում, տնտեսություն կդներ, կգտներ իր հողին, ու Արցախը սենց չէին հանձնի սրանք, հագեին, որ իրանց կերած սրանք իմացին են, թե սա թղթեր իրանք վերացրել են, բայց Արայքը ձեզ խաբել է, որտեղ թղթերի մի մասը եկել է մի պատմություն, թե ոնց է հայտնվել մեր ձեռը, խաբել է ձեզ Արայքը, դրա համար իրանք պատժեցին։ Նայեք, այս Թարթար Էներգի ՍՊ-ն մեր Վալերիկի Կարապետյան, մեծագույն մասնագետ, Սերգեյ Դերենիկի Մուսայելյան, հետո սրանց այս խաղերը սա սպանում է, սրանք գիտեն, թե իրանց պես մարդիկ են ստեղ նստած, ամեն մարդ իրա խելքի արշինով է չափում, դնում են հետո խառնում են իրար, ասենց մատնոց են, էլի պտտացնում, մենք խապվեցինք այն մարդ, այս մերին չկա արդեն ուրիշ մարդ աստեղ, սրանց պրիմիտիվությունը լրիվ սազում է, լավ չեմ ուզում ասեմ, թե չեմ ասել, որ ես միջազգային եսի մինչեր եմ ասում, նայք, Սերգեյ Դերենիկի Մուսայելյան, հետո գայացավ Վարդան Ստեփանի Խաչատրյան, Վարդան Ստեփանի Խաչատրյան քո մասին, առանձին հաղորդում եմ անելու, որովհետև Վարդան Ստեփանի Խաչատրյանը իր եղբայրը կա Գևորգ Ստեփանի Խաչատրյանը կա, ինքը աշխատել է, այնքան շատ են, մարդ արդեն բանան, ինքը աշխատել է այս Կոմիտաս Կարապետյանի մոտ, երբ որ սա բնապահպանության լիսի ինչ ա եղել, ինչ-որ մի բան աշխատել, բայց ինքը շատ երիտասարդ տղա, հեսա կգտնեմ ասեմ, թե որտեղ աշխատել։ Հիմա նայեք, այս ամբողջը, այս Թարթար Էներգի ՍՊ-ն, մի միլիարդ, ու գիտեք ինչն է, մարդկանց էժանությունը լուծինի մենյայություն։ Այսինքն տարեկան են 0,1%-ը, որ գոնե իրանք պետք ամուծեին, իհարկե դա չի եղել, տոկոսն էլ չեն ուզել։ Տոկոս մինչև այսօր, հիմա նայեք, իրականում ոչ թե 1,581,000, այլ թիվը եստեղ էկրանի վրա չեմ գրել, 1,840 միլիոն, ուղղակի ստեղ չեմ գրել ես այդ թիվը, այսինքն այս թվի համար, որ իրանք վերցրել են, այդ 840-300 միլիոնից ավել, գոնե տոկոս աղել, այդ են, չտես մարդու ագահությունը, առանց սահմանների, սրանք մեզ թալանել են, սրանք թալանել են կոնկրետ Հայաստանի ժողովրդին, և մենք այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հրապարակավ տասավանքի ենթարկենք, սենց նկարները բիլբորդերի վրա դնենք, որ ժողովուրդը ճանաչի իրան թալանածներին, իսկ մենք այսօր ունենք Արցախից բռնի տեղահանված ժողովուրդ, որ 40-50 հազար դրամի վրա այս Արցախի ժողովուրդը մտնելու է սրանց տները, լավ հիշեք, մտնելու է տները, ինչ ունեն չունեն սրբելու է տանինյոր, որովհետև այս են փողնա, որ մենք մեր բերնից կտրել ենք, ուղարկել ենք Արցախում բնակվող մեր քույրերին եղբայրներին, ու սրանք, այս եսիմ ով, այդ փողերը վեկալել են, հեկել են բացել, հա պորտները հեկում էին կտրել, Կոմիտասի պորտներ բանը նորշենի հեկում էին, հա էլի կտրել, առանց հեկի կյանք չունեն։ Ինչ է նշանակում կոռուպցիա, այս մարդ իրա պաշտոնական դիպը չարշայլա, բնապահպանության նախարար, այն փոխոստիկանապետ ժամանակվա բաները հետո խոսան։ Եվ դրանից հետո դարել է Բաքոյի հատուկ հանձնարարությունների կատարող, ինչ է դարել, ներկայացուցիչ։ Հատուկ հանձնարարություն որն է եղել, որ ամբողջ հիմնադրամի փողը լապ է, մենք մեր երեխեքի բերնից կտրենք տանք ձեզ, որ մերին հեկել բացի, տո լավ է։ Այս կարուսանը գիտեք մենք փափախով տենց ման են գալիս չենք տեսնում, շատ դաժանարն են բոլորի պատիժը, որտեղ ժողովուրդը մեր արթնանալու է, և եթե իրավապահ համակարգը չլուծի այս հարցերը, որը ակնհայտ թուղթ թամասով տվել են, հələ մեկը կաշառվեց, երկուսը կաշառվեց, այդ փողերը որ դուք տակ կաշառ, ձեր կռիշին ամենամիս փող տակ, մեկի գալու եք այդ փողը հետևից, տնով եք վերցնելու, բնա մթերքով եք, նատուր եք ուծին բրած։ Սա վերաբերվում է Թարթար Էներգի ՍՊ-ին, հիմա մի վարկյան։ Ովքեր են այս մնացած ֆիգուրանտները, դե այս մերի բան շատ խոսացի։ Հիմա նայ, Թարթար Էներգի բաժնետերերը վերջում, արդեն դառնում են երկուսը, մեկը դառնում է Սերգեյ Մուսայելյանը, Սերգեյ Դերենիկի Մուսայելյանը, 50%, բայց իրականում պարզ արդեն ումն ասա։
որովհետև Վարդան Խաչատրյանն ու Սերգեյ Մուսայելյանը սենց կարմիր գծով իրանց ընտանեկան կյանքով առայսօր անցնում է շինարարություններով բանով, սա բացելու են, ես տենց իրար վրա, սրանք պիրիվադնոյ դուրակ են խաղացել, որ սենց պիրիվոդ են անում իրար, իրանց է թվում է, թեստեղ մենք իրանց պես, իրանց մակարդակի գիտելիքներին են։ Ուրեմն նայեք, այս Սերգեյ Դերենիկի Մուսայելյանն է և Վարդան Խաչատրյանը։ Հիմա նայեք, Վարդան Խաչատրյանը մի վարքյան, Վարդան Խաչատրյանը նաև ունի եղբայր Գևորգ Խաչատրյան, այս անունը լավ հիշեք, որտեղ մենք հիմա հանդիպելու ենք, ես խնդրում եմ թողնել հետ գնացեք մի վարքյան։ Հիմա նայեք, ստեղ այս 1 միլիարդ 581 միլիոն դրամից բացի, հետո ծեց բան են անում, մատնոց են, ուրիշ բար չգիտեմ, մատնոց են ֆռացում։ Այս ամբողջ Թատար էներգի փողը լափում են, լափում։ Այդ փողն է, որ այսօր դարել է 23 անշարժ գույն Հայաստանում, Մերի Կարապետյանը, որի համար դու դատվելու ես, ես քեզ խոսք եմ տալիս, խոսք։ Բայց եթե իրավունքները Աբովյան քրեակատարողական հիմնարկում խախտվեցին, զանգ տված գանք պաշտպանելու։ Հիմա նայեք, այս Թատար էներգին նրա համար, որ մի հատ են պտտացնում են փող ստանան, սենց բերում, հիմնակար ԿԲ։ Հիմնակար ԿԲ-ն էլ, հեսա ասեմ, ինչքան փող է վերցնում, մենք պետք է ունենանք այդտեղ, ահա, 2 միլիարդ դրամ է, հիմնակար ԿԲ-ն է վերցնում, հա դուք եսում եք ապուշի տեղը, ժողովուրդ հիմա ով լսում է, դուք պատկերացնում եք, մենք մեր հարկեր են, լուրջ տվել են, սրանք մենակ մի ՍՊ-ով անուն փոխելով, հլիմատ նա 7 միլիոն դոլարը ստեղից են մեզնից տարել, ու մենք սրանցից բան չունենք ուզելու, լուրջ, տիկին Վարդապետյան, հա ո՞նց կլինի սենց, ինձ հետաքրքիր է, պարոն Պողոսյան, պարոն Նահապետյան, ո՞նց կլինի սենց, բա կոռուպցիան ինձ սենց ու պոզով պոչով ալնում, նետաղեղով, հա, սրանց դերը կոռուպցիան, ինչի մեկը սրանց չի հարցնում, աղջի, այ էներգատիրերի մեծ մասնագետ, ուրա այս 4 միլիարդ դրամը, Կոմիտասից հարցրեք, թե Արցախը այնքան մեծ պատկերացրեք Կոմիտասն եղել է նախարար, բնական ռեսուրսների, ես հետ մեկ տակով են արել, կնիկներ, որ հեկեր անեցել, թե Արցախի մեծության պատճառով Կոմիտասը տեղյակ չի եղել, ինքը 24 ժամ աշխատել է տեղյակ չի եղել, որ կնիկը, որ առավոտը գնաց շուկա, ձեռի հետ 2 հատ հեկ առել, ու ես հիմա այդ 2 հեկը ձեզ կապացուցեմ, որ բուկվալն մի ամսվա մեջ մեկը կոնտինենտ, սա այլ ուրիշ է, արդեն, սա այս են հինը չի ժորջան, այս ուրիշ է, դուք սրանց անունների մեջ կխարնվեք, որ ասենք մեկը գնում է շուկա, մի կիլո ծիրան առնում, մի կիլո ցողոր, մերին գնացել է շուկա, նա հակարի առել, նա կոնտինենտ, նա թարթար, նա լև էներգի, մացես պիկնիկ պահել է, Թատար հետ ՍՊ-ը, լև էներգի, ուրեմն սրանք անուն են փոխում ազգանում, Սերտեժը լիցը, ես ես աստեղ, Մերի Կարապետյան, 50%, դե քանի որ հեկերի մեծավոր մասնագետը Մերին է Կարապետյան, առածիրա հեկ չի լինում, չի կարող լինել։ Սերգեյ Մուսայելյան, դուք հիշում եք, հա, այս նախկին հեկով, տեսեք, այս թաթարն ենք, չէ, նոր սրանից առաջ բացել, տեսեք, Սերգեյ Մուսայելյան, որտեղ Մերին, ընդեղ Սերգեյ է, չգիտեմ ինչ եմ տեսնում այստեղ, Մերի Սերգեյ не разделим, просто, որտեղ Մերին հեկաբացում, Սերգեյ հետ եմ ասում, ես որ ասում եմ, ես արուսում եմ հետը սա, հիմա էկան, սա էլի նույն 14 թիվն է, ուրեմն բոլոր հեկերը նորից եմ կրկնում, բացվել են այն ժամանակ, երբ որ Կոմիտաս Կարապետյանը եղել է բնապահպանության, նա վարչության պետը նախարար է հիմա բառերից չկապվեք, Ցարիբոգ, Բակոյի ձեռի տակ, ափսոս որ Բակոն ստեղ չի, ստեղ պետք է դատվել ինքը,
նրա համար, որ մեր հարկերը լափեցին, մեր հարկերը բոլորը լափեցին, այդ ոնց եղավ, այսքան Արցախի ժողովուրդ եկավ ստեղ, բա այդ խիրանք էլ հեկեր չունեին, այս դուք այտենց հեկա խեղտեղած վիճակում եք, մերին է հեկերի մասնագետ, հիմա նայեք, այս է թարթարն է, 1 միլիարդ ստացել են 1 միլիարդ 272 միլիոն, 708,437 դրամ, բայց իրականում ավելի աղ է, որտեղ սրա տոկոսներն չեն ուզել, այս մարդիկ, չգիտեմ, էլի պետության ինչ բառ ասեմ, չգիտեմ, որ սազ է, որ վեկալում ես, դաժե բանկի տոկոսները չես տալի, իսկ հասարակ Արցախից այդ բռնա գաղթված ստեղ, որ եկերա, բանկերը խեղդում են, չեն ասում, որ դու տոկոս չկպուտաս, բայց մերին նիցարստ է դա դելոպրացենտի պլատից, իրան հետ կարելի է, իսկ ստեղ հլը լատ այդքան եկան, կեսը բեզալեցական, մեր տրագեդիան ապրած, ընդհանրապես տրագեդիա ապրած մեր Արցախի, մեր քույրերն ու եղբայրները, այդ բանկերը խտենց ներում բեկում չարեցին, չասեցին, որ ցմա ազատում են ձեզ տոկոսներից, մի կոպեկ, են էլ գիտեք ինչ, տարեկան 0.1%, այդպես որ վարկ տան, ես հիմա այնքան փող կվերցնեմ, նրան հարևապետությունները կարողեն, որ պատերազմ չլինի։ Մի լումա սրանք չեն ուզել տոկոս, կենտրոնական բանկ, կարող գիտես տեղ բոլորս թապախով քուրդ ենք, հա, են աղբա բանկի տակով արեցին, այդ քեզ արը, տակով չես արը, պրոստը ես ժամանակ չունեմ ամեն մանր բանկի ռետերից վազելու, բայց այդ օյնը, այդ չի ավարտվել այդ թեմա։ Ոնց կարելի է այս մարդիկ թարթար հեկը բացել, բայց սրանց պալոց ֆանտազի, բացում են թարթար հեկը, հետո վերանվանում լև էներջի, յանի որ լև էներջի տենց երևի գիշերի կինո են նայել, տենց դուրն եկել է, սվեցկը իմը, լև, կամ իրա գարասկոպով ա դրել մեկը, սրանց չես հասկանա, լև էներջի, Մերի Կարապետյան, Սերգեյ Մուսայելյան, հետո նույն սխեմայով, արդեն որ պետք չի, որ սամ մինիստր, ես ինչ Կարապետյանա, կոմիտասի անունը հանգարց չերևա, արդեն կնիգը դուս ա գալի միջից, լուրջ, ես սրանք կողմ ես էրշի տեղենդրե, դուրս ա գալիս ու դանում ա 100%-ը Սերգեյ Մուսայելյանին, որից հետո 19 թվականին Արմինե Վիտալիկին ասատրան, եկել ասենք ով է, դա Վարդան Խաչատրյան, հիշում եք ասեցի, մենք անգար, Վարդան Խաչատրյանի, Գևորգ Խաչատրյանի եղբոր կինը, այսինքն դուրս ա գալիս, որ մեր հարկերը մենք ուղարկել ենք, որ նա ինչ-ուսեց կուտոք, այդ փողերը, այն պրիվատզալնի մատնոց ֆրանսնողի պես, այդ փողերի տիրանա, լուրջ, ես աշխատեմ դուք իմ հարկերը տանեք տակ սրած, հիմա նայեք, նույն մարդիկ են, տեսեք ես ասում եմ, Վարդան այս Գևորգ Ստեփանի Խաչատրյանը, հիմա կխառնվեք դուք, սա Վարդան Խաչատրյանի աղբերն է, իսկ Վարդան Խաչատրյանը Անտուն, որ տուն տեղ չունի, Անտուն մնացել է փողոցում, այս Կոմիտաս Կարապետյանի աշխատողն է եղել։ Հիմա մամիկիչ նայեք, տեսեք, Գևորգ Խաչատրյանը և նրա կինն է, ինչա, այս ընտանեկան բիզնես է արդեն, Վիտալիկի աղջիկը մեկ է Ստեփանի, տղեն ընտանեկան բիզնես են սարքել, այդ Արցախում դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, բացի Վարդան Խաչատրյանից, Կոմիտասի կնգանից, մեկ է Սերգեյ Մուսայելյանից, հիմա նայեք, Կոմիտաս Կարապետյանի կնոջ հետ ստեղծում է, Սերգեյ Մուսայելյան, և կա այդ կապը Կոմիտաս Կարապետյանի հետ, հստակ երևում է, Կոմիտաս Կարապետյանն ասել է ես մինիստր մարդ եմ, նիցարստ է դելը, Надо будет прикажем сделаю, տենց պրիկազա տվել, սրանքի իրակնգահենք տենց սկսել են բիզնես գործունեությամբ զբաղվել, նույն մարդիկ են, Գևորգ Խաչատրյանը, Վարդան Խաչատրյանի եղբայրն է, և նրանք նույն մարդիկ են, все те же лица, այս նույն մարդիկ մի հատ ուրիշ տեղ են Սերգեյ Մուսայելյան ու Վարդան Խաչատրյանը, ձեր հետևից են գալու,
գիտեք ինչ, ես չեմ նախանձում ձեզ, ես պրոստը չեմ կարող թույլ տամ, որ իմ հարկերը, մեր Հայաստանի ժողովրդի հարկերը, որ մենք հազարավոր խնդիրներ ունենք առողջապահության ոլորտում, սոցիալական ոլորտում, մենք այդ հարկերը ուղարկենք ու դուք մեր վրա կայֆավատ ելնեք, հետո եկեք Երևանի կեսը առնեք։ Չեմ կարում է, չի կարելի ցույց տալ, որ ասում են կառնես, բա չես առնի։ Հիմա անցնենք, այսքանը չի, բա այս աղջիկը լուրջ էներգատիրերի մասնագետ է։ Թաթար էներգի, ինչ-որ մի մասխալա։ Թաթար էներգի, որովհետև դնում են, չեմ կարողանում հասկանամ հետո որնա։ Թաթար էներգի ՍՊ, նորից մենք տեսնում ենք այս նույն մասնագետ, մենք սա արդեն ցույց ենք տվել, եթե կարելի է սա փոխել, հա։ Եթե չունենք ուրիշ, ուրեմն կոնտինենտ ՍՊ-ն է, եթե մեր մոտ չկա, այնքան շատ է մարդ խառնվում այրա։ Չորրորդը դա կոնտինենտ ՍՊ-ն է, որը 2 միլիարդ 259 միլիոն 398,503 դրամ։ Եվ սա նորից 14 թվին, այսինքն 14 թվին Կոմիտասի կնիգը հեկա որ առնում է, մենք որ գնում ենք բազար, այդքան ցոգորու ծիրան չենք առնում։ Ու բոլոր տեղեր ինքը որպես լուրջ մասնագետ, ինքը լում է 50% փայատեր։ Հիմա սա կոնտինենտ ՍՊ-ն է, այս կոնտինենտ ՍՊ-ի մեջ շատ հետաքրքիր է։ Ստեղ է հակադարձ են խաղացել։ Կոնտինենտ ՍՊ-ի 100% փայատեր եղել է Սերգեյ Մուսայելյանը, արդեն ասեցինք, որ Սերգեյ Մուսայելյանը, Մերի Կարապետյան, դրանք անբաժանելի։ Как комсомол и партия, близнецы братья։ 2014-ին, որից հետո փայատեր են դառնում, ստեղ ճիշտ ասած իմ տրամադրությունը ընկավ, այսինքն Սերգեյ Մուսայելյանը մնում է ձևական 14%, 51% մնում է Մերի Կարապետյանին և 35% Գոհար Արամի Թամազյան։ Սա իմ համար տահաճ սուրպրիզ է, որտեղ միշտ խորին հարգանքով եմ վերաբերվել Թամազյան Արամին, որ եղել է դատախազ, քաղաքի դատախազ, գլխավոր դատախազ, քննչական կոմիտեում իմ համար շատ տարօրինակ է։ Արդյոք մենք այդ գումարները տվել ենք նրա համար, որ այստեղ մարդիկ մտնեն։ Այն որ Արտուր Դավթյանը անմիջական կապի մեջ ա եղել, մեր երկրի գլխավոր դատախազ, գիտեք, իմ ճակերտավոր սիմպաթիան, դա հասկանալի է, բայց ճիշտը որ ասեմ, հանկարծակի եմ եկել Գոհար Թամազյանի այս խաղերի մեջ եղելության ֆակտորով, որովհետև շատ հետաքրքիր է, հետագայում նաև միշտ Մերի Կարապետյանի հիմնում այդու գայս Մուսայելյանը մտնում, Վարդան Խաչատրյանը մտնում և այլն, այս դեպքում հակառակ է, Սերգեյ Մուսայելյանը հիմնել է, հետո կամաց-կամաց 3 հոգով եկել մտել են, հետո Սերգեյ Մուսայելյանը դուրս է եկել ու մնացել են Մերի Կարապետյանը և Գոհար Արամի Թամազյանի 50-50%, հետո Մերինա դուրս եկել, մնացել են Սերգեյ Զաքարյանը և Գոհար Թամազյանը։ Սերգեյ Զաքարյանը, հեսակ ասենք, թե ով է, ստեղ օտար մարդ չկա։ Գոհար Թամազյանը արդեն իմացանք գլխավոր դատախազ նախկին տեղակալի, քննչական կոմիտեի նախկին տեղակալի Արամ Թամազյանի դուստերն է, իսկ Սերգեյ Զաքարյանը Մերի Կարապետյանի հետ փոխկապակցված և բոլոր գործարքներում առկա անձ է։ Այսինքն մենք բոլորս գիտենք, որ կոռուպցիան պոզով պոչով չի լինում, կոռուպցիան լինում է փոխկապակցված անձանց միջոցով, կոռուպցիան լինում է, երբ որ տարբեր պաշտոնատար անձինք համախմբվում են և Հայաստանի դատախազի դուստր և բնապահպանության նախարար և Բակո Սահակյանի կրշի տակ, դե այդ մի կրշը չի աշխատում, բայց դեստեղ մեր մյուս կրշտել ենք ճշտել, Կոմիտաս Կարապետյան, դու չես պարզնելու իմ ձեռքից, հաստատ եմ ասում, և իմ համար շատ ցավալի է, որ
չգիտեմ, այս ինչի, որ ես ծանոթացա, իմ համար ամենացավալից տեղ Արամ Թամազյանի դստեր գոյությունն այնտեղ, որոնք այսօր կրիշ ասում ենք, չէ, կա իհարկե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը լուրջ կրիշ է, որտեղ հետո էլ եղել է Արտուր Դավթյանը, Արտուր Դավթյանի մասնակցությունը Արցախի ներդրումային հիմնադրամին, պղնձի մոլիբդենի գործարանին եւ կոմբինատին եւ այլն, դա հետագայում ինձ հիմա շատ Արցախն է հետաքրքրում եւ տեսեք մի բան էլ ասեմ, մենք անընդհատ ասում ենք, չէ, որ Վարդան Խաչատրյան եւ այլն, Վարդան Խաչատրանից էլիքը խոսանք ու գիտեք ինչն է ցավը, որ այս մարդիկ մեր գումարները Հայաստանից լափել են, մաքրել լվացել են, այսինքն այսօրվա դրությամբ երբ հետ են վերել Հայաստան, հիմա մեր շրջակայքը առնում են, որ մենք վաղը դառնանք իրանց բանվորն ու ստրուկը, չիլնելու, տիկին դատախազ, ամեն օր լսում ենք, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին, ինչն է խնդիրը, որ նման ինֆորմացիա պայմաններում, եւ ես բլոգեր չեմ, ես իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ, որտեղ ես գիտեմ, թե ինչքան մարդիկ հիմա sense լուրջ դեմքով կանանց սպասում են, որ միտեղ սխալ ասեմ, հերթական քրեական գործ հարուցվի։ Ես քրեական գործերի նկատմամբ վաղուց իմունիտետ եմ ձեռք բերել, շատ վաղուց, երբ որ Քոչարյանի Սերժեն անհիշելի ժամանակներից եւ ասեմ, որ այս 10 տարվա մեջ չի եղել մի օր, որին վերաբերյալ քրեական գործ կամ վարույթ չլինի։ Եվ սա ինձ համար նորմալ է, դա իմ աշխատանքի բարձրագույն գնահատականն է։ Վախում են, հարուցում են, վախում են, հարուցում են, մրսում են, հարուցում են, մրսում են, գնում են, հաղորդում են տալիս։ Հիմա ինձ մի բան է հետաքրքիր, բայց սա դուք որպես հաղորդում հանցագործության մասին չեք ընդունելու, թե ձեզ թվում է, որ ասենք կոմիտաս ինչ-որ մի հատ կնիկ մեր հարկատուների 27 դոլարի կուրսի տատանումով, որպիսի վաղ չսխալ, որտեղ ասեմ 27, հետո պարզվեր 26 միլիոն 500 հազար, եղել կոմիտասն ու կնիկը կգինանի վրա հաղորդում կտանք, ասեն, մայրնա խապելա ժողովրդին։ 26-ից 27 միլիոն դոլար մենակ Արցախի փողն է, որ լափել են, կերել են մեր հարկերը, Բակո եւ Արայքի բարձր հովանու ներքո, հիմա եկես տեղ են նա զոնտիկ, թե որ ասել է արժ չկա։ Կա, այնքան հարց կա, հարցախեղտ կանեմ, հարցախեղտ, չեք դուրս գալու սրա տակից, եւ սրանց նույն թիմում են, այս փողերը բերել այստեղ ու իրանք շատ սիրուն տարբեր կազմակերպությունները օրինականացնում են, որից է Տրանս Հոլդինգ ՍՊԸ-ն, Էլիտ ռեզիդենսը, ասեմ էլի արցախցիները էլիտ բառի նկատմամբ յուրահատուկ սերուն են, մենք էլիտով շատ ենք, էլի խոսացել չեմ ուզում արդեն կրկնվել, սա է Վարդան Խաչատրյանն է, Վարդան Խաչատրյանն է եղել Կոմիտաս Կարապետյանի հաշվապահը։ Մենք սրա մասին հաջորդ անգամ ենք խոսալու, հաջորդ անգամ խոսալու ենք այն գույքերի մասին, թե ոնց են իրանք բերում, ստեղ փողը լվանում, ես գիտեք ինչ, ես իմ երկրի պատրիոտ եմ, ես թույլ չեմ տա, որ ինչ-որ սուբյեկտներ էշից իջնեն ու գան իմ հողը, Արցախն էլ է իմ հողը, դրա համար է սիրտս ցավում, ու գան իմ Հայաստան հողը, վերածեն իրանց կեղտոտ փողերի լվացկատան, սրանք հայրենիք, սրանք անհայրենիք մարդիկ են, փողը տուր ու բոլոր դիրքերը, մենակ փողը մի մեջտեղը, բանակ ժողորդ, մենք սրանց պետք է թողնենք, որ իրանք հիմա էլ գան, ստեղ ինչ կա չկարն, վաղը մեր երեխեքին սարքեն իրանց ստրուկները, սրանց մեկ է, թուրքը կգա, ռուսը կգա, վրացին, պասիկը չի, սրանց մեկ է փողը տուր, ու կնիկդ միշտ Սերգեյ Մուսայելյանի կարա պարտներ ունի։ Ու իմ համար, որպես հայ, ի վերջո մենք կովկասցի ենք, մենք եվրոպացի չենք, իմ համար անընդունելի է, երբ որ տղամարդը կնգանա պաստավկա դեմ տալի, սա առաջի դեպքը չի, մենք էլ ենք խոսացել չէ, մի քանի էմի, պրոստը չեմ ուզում նրանց անունները սրանց խառնեմ, թե ոնց են իրանց զոքաչներին ու բան դեմ տալիս, տնանիքին,
բոլոր Արցախի մեծահարուստների գույքերը իրանց կնալիքի անով է, բայց դուք չեք ամաչում Ալֆոնսի կարգավիճակում, գեդինը մտնեք դուք չեք ամաչում, որ մենք այդքան ջահել երեխա ուղարկեցինք, որ զոհվեցին դուք իրականում ամոթ չունեք, ձեր երեխեքը, ես ինչ էր, Էդուարդ էր, Էրիկ էր, Մերիկ էր, դուրս են գալու փողոց, լուրջ, դուրս են գալու ձեզ պերեդաչի պերեն, Մերիկ ես կանանց գաղութ, քեզ էլ չգիտեմ ընդել եսին ուր կոմիտաս, ափսոս եք անում, որ քո վրա, ժողովուրդ լավ ես լիրիկայից դուրս գան, այո, եթե իրավապահ համակարգը անհապաղ, սրանց չջրփակալի, շատ հիմքեր պետք չի, մենք տեսնում ենք, որ հիմքերը բավարար են, փաստաթղթերը կա, ամբողջը սա բնօրինակներն կա, իհարկե սա կոպիաներն է, բնօրինակներն կա, սրանք պետք է անհապաղ, Մարդու կնիկ, Սերգեյ, Վարդան Խաչատրյան, Սերգեյ Մուսայելյան, Մերիկ Կարապետյան, ոչինչ իրանց ես ազգուտակով են, Լուսինե Կարապետյան, որ Պրոշյանի վրա այդ չմանրանամ Լուսինե, որ մանրանամ այնքան մարտակից դուրս կգա Ռոբերտի կնիկ, այդ Ռոբերտը, որ Կոմիտաս Կարապետյանի Լերմոսը կնա, հենց դրա մասին կխոսամ, նա էլ առանձին ապոստացած, ես Արցախի ներդրումային հիմնադրամը բոյախանի կարաստ է եղել։ Մենք մեր երեխեքի բերնից նորից եմ ասում, կտրի ուղարկել ենք ընդել, մի քանի ընտանիքս ձեռքցե ըստ պահանջի, չի լինելու։ Այն որ մարդիկ գնում լափում են ռեստորանում, վերջում աֆիցիանտը հաշիվը բերում է։ Ես իհարկե ձեր աֆիցիանտը չեմ, վաբշե, ես ես ազգի ներկայացուցիչն եմ, բայց հաշիվը ազգովի ենք ներկայացնելու։ Ու այսօր ձեր ազգակիցները մի կերպ են գոյություն պաշտպանում։ Այդ ոնց այդ են ստացվում, որ դուք գալիս եք ստե միլիարդատեր եք, իսկ մնացածը մի մասը տաքսի է քշում, մի մասը մի կերպ քրքաշ ապրում է, դուք ամոթ չունեք, դուք բարոյականություն չունեք, այո դուք անբարոյական եք, բոլորդ, ով որ Արցախի ներդրումային հիմնադրամը թալանել է, այն սերմակեշ մերմակեշ հետո են գնա խոսալու, Արցախ բանկը իր ղեկավարության, այսինքն ինչա որ դուք անկուշտ Մերիկ Կարապետյան 16 հատ պարկովկա ես առել, կարող է մանկուց երազել ես էլեկտրիկ լինել հեկ առար, հետո էլ մտածել ես պարկովշի կլնես, այդքան կայանատեղեր ես առել, չտես մարդուն, ոչինչ չի ասնում, չեր դու դաշ չեկան ձեզ տեսած պայք, վրաներդ կարող է թանքշորեր եք հակնում, բայց ձեր չտեսության, ձեր ագահության հոտն է գալիս ու արյան հոտա ձեզնից գալիս, այս զոհված երեխեքի արյան հոտը, որ դուք լափեցիք Արցախ հոտը, դուք դա չեք մարսելու, ուզում է ընտրություն լինի, ուզում է չընտրություն լինի, չեք մարսելու, իրականում չեք մարսելու, դուք սրա համար պատասխան եք տալու, 7 պորտ պատասխան եք տալու, բայց ես չեմ սպասելու այդ 7 պորտին, ես հիմա ձեզնից պատասխան եմ ուզելու, եթե Տիկին Վարդապետյան դուք չեք ուզում պատասխանը, ԱԱԾ-ն պաշտոնակատարը Անդրանիկ Սիմոնյանն է, եթե պարոն Սիմոնյան դուք չեք ուզելու սրանից պատասխանը, եթե պարոն Պողոսյան դուք չեք ուզելու, պարոն Նահապետյան դուք չեք ուզելու, ուրեմն մենք ժողովրդական շարժում կսկսենք ու կսկսենք երևի սրանց կուլակաթափ անել մեր երկրի պետական բյուջեն լցնել, ուրիշ բան չեմ անում, ես ոչ մի անհնազանդության կոչ չեմ անում, բայց եթե իրավապահ համակարգը չի աշխատում, ստիպված են լինելու, որովհետև ամեն մի Արցախից բռնի տեղահանվածի համար իր երեխայի կյանքն է թան, որ ինքը չի կարողանում այդ կաթի փոշին առնի, լավ քանի արժենյալով հաստխեն եք խեղճ կնանիք, որ ապրեն, որ կակոյտը Մերիկ Կարապետյան գնա բազար, իրիկունը տունգա ասի հեկեր եմ առել, չի լինելու, բոլորը պատասխան է տալու, մենք նույն շաբաթ խոսալու ենք միլիարդատեր Մերիկ Կարապետյանի
Հայաստանում եղած գույքերից, որ դուք պատկերացնեք, թե այդ փողերը ոնց են լվացել, դերել։ Մեր Կարապետյանից ենք խոսալու, Սերգեյ Մուսայելյանից, Վարդան Խաչատրյանի, Կոմիտաս, он никто, все. Он без определенного места жительства, որի հապավումը գիտեք էլի, человек без определенного места жительства. Լավ մնացեք։